Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում թրիփի շուրջ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնելով եւ տարածքի ուսումնասիրություն եւ ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն եւ կառավարման մոդելների ուսումնասիրություն։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են ԱՄՆ ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը եւ նշում ջանքերն արժանի են կովեստի։ Երկարատև պատերազմից հետո հարևան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության Ադրբեջանի ձգտումն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Հայաստանի մշտական բնակչության թվականակն ավելացել է մոտ 20,000-ով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը կազմել է 3,96,900։ Պեկինում ընթացող բարձր մակարդակի հանդիպումների շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հայտարարել է, որ ինքը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված են պահպանել երկկողմ հարաբերությունների կայունությունը։ Ըստ նրա, Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ։ Ջանես Նազարյանը հռչակվել է մինչև 17 տարեկաների հունա-արոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4-0 հաշվով հաղթել է Ռամազ Բասիլիային։